Բարերեկո սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Արաբո ջոկատի հրամանատար Մավել Եղիազարյանը։ Պարոն Եղիազարյան, շնորհակալություն, որ այսօր եկել եք մեզ մոտ։ Նախ եւ առաջ երևի ուզում եի հարցնել ձեզ, ինչով եք դուք հիմա զբաղվում։ Ինչու եմ զբաղվում։ Այսինքն զբաղվում եմ հասարակական կազմակերպության նախագահն եմ ասում, Արաբո հասարակական կազմակերպության նախագահն եմ, որև ունենք ասում ենք մասնա ճյուղ ունենք ասենք Ամերիկայում քույր կազմակերպություն, Արաբո հումանիտար կազմակերպություն, այդ երկու կազմակերպություններն եմ ղեկավարում, առայժմ հասարակական գործունեություն եմ զբաղվում ոչ մի բանով, եւ ուզում եմ զուգահեռ ասենք նույնը հիմնել Ռուսաստանում, բանակցություններն են գնում, այդպիսի բաներ են։ Այ Ամերիկայում էլի ձեր տղաներն են, ձեր ջոկատի, թե ուրիշ ընդհանրապես պարզապես մարդիկ են, որոնք ուզում են այդ գործով զբաղվել։ Արաբոյում նախագահությունը մեր Արաբոյից են եւ անդամներ կան Արաբոյից եւ հավանաբար են ուրիշ մարդկանցով թվով մոտ 110 մարդ, 111 անգամ։ Այ ինչու՞մն է ձեր գործունեությունը այդ հասարակական արտահայտվում։ Ուրեմն ես ասեմ ձեզ, որ ժամանակին երբ որ Հայաստանում անհանգիստ էր, ասենք տղային հենասայլակի ենք ներերտալիս, մյուս մասին կոշիկներ ենք, հակոստեղեն ենք բաժանում, կոշիկ ինչ հնարավորություն կար ձեռքներս տալիս ենք, մի մասին գումար, ինչ հնարավորություն կա, այդ ամենը մենք կարելի ասել մեծ մասը Ամերիկայի հումանիտար կազմակերպություններ բարեգործական է, այսինքն։ Այո, մենակ բարեգործական, ոչ մի շատ չի հետա, բնույթ գիտեք, հիմա մեծ ժամանակներ են, որ մի փոքրիկ օգնությունն անգամ մարդիկին շոյված են զգում, այդպիսի մանր բաներ են զբաղվում, ոչ մի մեծ բան չեն կան։ Ձեր մտքով չի անցել այս, չգիտեմ, 20 տարվա ընթացքում որևէ կուսակցության կամ չգիտեմ, որևէ քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Գիտեք ոնց, մինչև այսօր երևի չէր անցել մտքովս, քանի որ մենք վստահ ենք, որ կուսակցական այրերը, որոնք արդեն ժամանակին դրանց վառը մասը եղել է մեր արցախյան ազատամարտի մասնակիցներ, կանգնած են եղել հարթակի վրա, մենք կարծում ենք, որ նրանք ամեն ինչ կանեն, ամեն ինչ կարգավոր են, երկիրը կարգի կա, վերջապես ես երեք անցնում էի Երևանյան մի փողոցով, Զաքարափոսեր տեսա, փողոցի կենտրոնում, չէ, ու հիշեցի ակամա թե ակամա մարտադաշտը հիշեցի, մենք պարտավոր չենք ամբողջ կյանքներս մարտադաշտում ապրելու, չէ, պետք է նորմալ երկիր դառնա։ Մենք հույս ունենք, որ մարդիկ այս երկիրը կարգի կբերեն, այդ քաղաքական գործիչները, ինտելիգենցիան չգիտեմ, ով ուզում է, բայց տեսնում ենք, որ չէ, ստիպված երևի կարող եմ ասել, ստիպված շատ գուցե շատ շուտով, ես խառնել եմ քաղաքականությունը, բայց այսօր դա այդպիսի որոշում կայացված չէ։ Իսկ որ դաշտում եք տեսնում, առաջ, այսպես առաջին նախագահի ժամանակ ձեզ դատում են որպես դաշնակցական, չէ՞, դաշնակցականների հետ կապ ուներ։ Այնտեղ եք ձեզ տեսնում այնուամենայնիվ։ Երկու դաշտում էլ ինձ դատում էին, չգիտեմ ինչի համար, բայց ինձ դատվել են։ Հետո նորերն էլ դատեցին, չէ՞։ Այո, Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ պատրաստվում են դատել, ասենք Սերժ Սարգսյանի օրոք։ Որպեսզի պրինցիպը պահպանվի։ Այո, պաշտպանենք, որովհետեւ գիտեք ինչ կա, դատպես էլ պետք է լիներ։ Ամեն մարդը, որ ասենք իր էությամբ ամբողջովին խելագար ձևով տրված է մի գործի է նվիրված լինում, չէ, նրանից շատ բան են տոկում, շատ աշխատանք, շատ էներգիա, շատ քրտինք, ինչպես ժողովուրդն ասում։ Ես ասում եմ, մենք ամենացորդ ենք նվիրվել Արցախյան պատերազմին, ամենացորդ։ Այսօր ես տեսնում եմ դաշտը այնպեսին, որ գիտեք ինչ կա, ձեր այդ երեք բլոկները որ ստացվել են կարելի ասել, ոչ մեկտեղ ես համոզիչ դեր խոսք չեմ տեսնում, համոզված չեմ 100%, որ դա է ճշմարտը, որ դաշտից մեկին միանա։ Ո՞ւց է բաբը միանա, ես չգիտեմ, ինչ որ դրանից մեկին դե հիմա կորոշենք ինչ ոնց է իհարկե, բայց ամեն դեպքում ես ձեր չեմ տեսնում այն իրավիճակը, այն նախապայմանը, որ ես պարտավոր եմ նետվելու գրոհի այդ Երեքից մեկի թիմի մեջ։ Ես գիտեմ մենք պայքարի մտանք, մենք խելագար պայքարի ենք մտնելու, քանի որ մենք համոզվելու ենք, որ սա ճշմարիտն է, այսպես միայն կարող ենք այս աննորմալ վիճակից դուրս գալ, սարսափելի վիճակը, քանի որ ես վստահացնում եմ, որ չեմ ուզում ավելորդ բաներ ասեմ, ոչ ուզում ասեմ, մեզ չի սազում, ամոթ է։ Այս վիճակը ամոթ է մեզ հայ ժողովրդից, հայ ազգի համար, որ ասենք մեկ պատահում է հերոսություն կամ ինքնաթիռի մեջ հանդիպում ենք, մենք սա ունենք, մենք Արամ Խաչատուրյան, Արնո Բաբաջանյան, մեծ նկարիչները Սարյան չէ, շատ ինչ յանելի է, չէ, բայց նրա անունը մենք նրանց անունը մենք ո՞նց ենք պահում այսօր։ Միթե մենք նրանց վայել ենք, միթե մենք վայել ենք մեր մեծերին,
ու մենք երեխաների համար ինչ եմ թողում ամբողջը վերաբերում առաջին, երկրորդ, երրորդ իշխանություններին, ինչ ես ասում։ Պարոն Եղիազարյան, ընդհանրապես Ղարաբաղի մասին, ըստ ձեզ հիմա Ղարաբաղին վտանգ սպառնում է, թե չի սպառնում։ Եթե հակառակորդը անընդհատ զինվում է, միլիարդերով զենք է գնում, նա ուրիշ թշնամի ռեգիոնում չունի բացի մեզանից։ Ուրեմն սպառնում է, թե չի սպառնում։ Եթե մենք զգոն չլինենք, առանց զենքեր են մեզ սպառնալու։ Եթե ջավախքում վաղը հայերին քշելուց, ով է ասելու, որ այդպեսի բան չի լինելու։ Մենք 20-րդ դարում էինք, չի ապրում։ Երբ որ եղավ Սունգայի բան, չէ՞։ Նույն հաջողությամբ կարող է անտեղ լինի։ Մենք ինչ է, մեզ վտանգ սպառնում է, թե ոչ։ Մենք ամեն անգամ վտանգված ենք, քանի որ մենք չենք կայացել։ Մենք որպես պետություն այսօր չենք կայացել։ Ինչ որ մենք ունենք ազգային ժողով, պարլամենտ, չգիտեմ ինչեր, համաձայն եմ, լավ, հա, համաձայն եմ, բայց մենք որպես պետություն չենք կայացել։ Մեզ պետք է լուրջ ընդունեն։ Իսկ մենք լուրջ ընդունեցին, որ մենք ամուր կանգնեցինք մեր երկրի վրա, այդ ժամանակ միայն պատերազմի վտանգը, իսպար կարող ենք մենք ոչ ասել։ Իսկ այսօր ոչ, քանի որ մենք դեռ չենք կայացել, ես նորից եմ ասում, մենք թույլ ենք, իսկ թույլ մարդն անցած գլխին տալիս են։ Ես ուզում եմ ժողովրդական լեզվով խոսալ, որովհետեւ մարդիկ չմտածեն, մենք շատ լավ Հիսուս Քրիստոսը ինքը, որ եկավ ժողովրդը զրուցելու, արագներով էր խոսում։ Մենք չենք լինի իհարկե, բայց ամեն դեպքում մենք պարտավոր ենք ժողովրդի լեզվով խոսալու։ Մեզ լուրջ չեն ընդունում, պարոն Աբրահամյան։ Խնդիրը մեր մեջ է, ոչ թե այո, իհարկե։ Իհարկե դուք ընդունակ չեք ձեր տունը պաշտպանելու, ընդունակ չեք ձեր բարի կերպարը ներկայացնելու, ընդունակ չեք առաքինի ամուր տղամարդու կամքը ներկայացնելու։ Ես ես ոնց կհարգեմ։ Դուք պարտավոր եք այնպես անել, որ ձեզ ագնացանք զգան, չէ՞ մենք։ Մենք հայեր ենք։ Մենք 3000-4000 պատմություն ունենք, մենք այսօրվա վիճակով էլի գնում ենք պատմության խորքերը, պեղումներ, թե հայ ժողովուրդը ում հետնորդ ուրարտասների, թե խորիտների հետնորդներն են, թե նրանք են մեր հետնորդները, մենք բանավիճում ենք պատմության հետ, մենք պատերազմում ենք Հռոմի հետ, Պարսկաստանի հետ, պարոն Աբրահամյան։ Իսկ այսօր հավաքվել է մարդկանց մի խումբ, 3 իշխանությունների մասին է խոսքը։ Հավաքվել է մարդկանց մի խումբ ու չգիտեն ինչ են անում։ Էլ մեզ ոնց կլոր կոտրեն, բայց որ հանկարծ տեսնեն, որ մենք ամուր կայացած երկիր ենք եւ ուզած ժամանակ կարող ենք հավաքվել իրար գլխի եւ խոթագել նրան, ով որ սպառնում է մեր ժողովրդին, բնական այդ ժամանակ ասել պատերազմի վիճակը բանալու իսպարկ ոչ շանա։ Իսկ պատերազմի ժամանակ 92-94 թվականից թեժ պատերազմի ժամանակ մենք կայացած էինք ու նրանց զենքը մեր զենքից ավելի շատ չէր։ 90-95 թվականը դա ուրիշ պայման էր, դա հայկական կամքի պորտկումները, վիրավորանքի պորտի մոտ կորակ վիրավորանքի պորտկումներ։ Ես 13-14 տարեկանից գրքեր էի կարդում երեխա ժամանակ, ես պարզապես ուրիշ ասում էի, եղերները չխոնարհվեցի իմանց քիչ կա, հիշու կսկսոր գրականություն կար ֆիդայինների մասին, եղերնի մասին, ու լաս էինք լինում, հուզում էինք, ինչի, ասում էինք միթե մենք անզոր մարդիկ ենք, որպես եկել ոչխարպես մորթել են։ Դա աստված հնարավորություն փորձենք այդ վիրավորանքի ճիշտը մենք հավաքվել ենք իագլխի մեզ ստորացրել են պարոն Աբրահամյան 1.5 ճակատագրեր դերզոր անտաղ ոսկորներով ես մի ձեռ մոտ փաստաթուղթ եմ կարդացել չեմ ուզում հավատամ ասում է Լոնդոնում 20 թվականին մի հատ նավ է գալիս կանգնում ժողովուրդ ասում է ապշահար են լինում դա հայ ժողովրդի ոսկորներ էին որոնք դերզորից հավաքի բերել հասել են այդտեղ որպես պարարտանյութ սարքեին ես դա կարդացել եմ ասում թե ճիշտ ամեն դեպքում Կարող է, չէ՞ լինել, ինչ է մնա ոսկորը։ Միլիոնոկես դիակ։ Վիրավորվածությունը, որ հերիքամորթվենք, եկեք կռվենք։ Հիմա այդ վիրավորվածությունը կա թե չկա։ Մեր ժողովրդի մեջ, ոչ թե անձամբ ձեր մեջ, այլ մեր հասարակության մեջ ընդհանրապես։ Ճիշտ է, հասարակության տեղը պատասխան տալը շատ դժվար է, բայց մի բան էլ կա, հասարակությունը դա մասսա է, էլի։ Ամեն դեպքում դա մասսա է, մասսան կարիք ունի համոզիչ խոսքի։ Այդ համոզիչ խոսք ասենք, չէ՞։ 100% պատրաստ լինի, բայց ասողն պետք է մարդ լինի, էլի ոչ թե ասենք դարվինիզմի հետնորդ, մարդ լինի։ Այդ ժամանակ ես կարծում եմ, այո, մենք դա կարող ենք նորից զարթնել, որովհետև հայ տղամարդկանց որ զրուցում ես, նայում ես նրանց աչքերի մի քիչ զրուցում ես, զգում ես, որ նրա մեջ կա այդ ոգին դեռ չի մեռել։ Մարդիկ պատրաստ են, բայց մարդ պետք է հասկանա մի բան, որ իր արածը, իր գլխին չի փռվելու։ Հասկանում եք, դա մի անձնականը չի, դա պետք է լինի պետության անձնականը, հասարակության անձնականը, մտավորականության անձնականը։ Պարոն Աբրահամյան, երբ որ մենք Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պայքարում էինք, հիսա մեր ձեռքերով կարելի ասել, հետո ես ուզում եմ բոլորին ասել, որ աղստամարտիկները, չէ, 12-13 հազար կիլոմետր համարյա Հայաստանի կեսի չափ տերիտորիա ետ են բերել Հայաստան։ Մարդիկ դա արել են, այդ մարդկանց մասին էլ
չի խոսում, չէ՞։ Այդ ամբողջը տանում են նրան, որ ոգին կամաց մաշում է, բայց իշքան էլ մաշվի հայ ժողովրդի ոգին կարծում եմ երբեք չի կարող ոչ չդալ։ Սենց հարց կա հերոստատիտողներից մեկը հարցնում է. ինչ պայմաններում եւ ինչպես են այսօր ապրում հրամանատարները։ Ձեր թոշակը բավականացնում է ձեզ։ Միթե ես նմանամ եմ մարդու, որ կարող եմ ինչ-որ մի իշխանությունների թոշակ մուրալ, ես թոշակ չեմ ստանում։ Թոշակ էլ չեք ստանում։ Չէ, դե հիմա ես ամոջի գրամ 30-40 հազար դրամ թոշակ ստանամ, ինչքան ինձ պատիվ կբերի, ես 3 անգամ վիրավորվել եմ, պարզ ասեմ ձեզ կրովի ժամանակ ես այն հրամանատարներից չեմ եղել, ժողովուրդ, ինչ որ դիտակետից նայեմ, ես տղաներից միասին մարդի եմ գնացել։ Վերջը, ու ես թույլ չեմ տա այդ ողորմությունը ստանամ։ Այդ տղաները որ ստանում են, ես իրանց օգնում եմ բնական։ Օգնում եմ հատական օգններ եմ տալիս, ասում եմ գնացեք, ստացեք, այդ ողորմությունը հասկանում եք։ Այդ տղաները տարբերակ չունեն։ Դրամա գնում ստանում են։ Բայց ինչ անեն որ չստանան, երբ որ 5-10 հազար դրամի համար կարող է հարկային կատարողները գանլցվել արստամարտիկ տոնը։ Համո չի բա։ Այդ ինչ հասկացա։ Հիմա ես չեմ ուզում ասեմ, դե մարդիկ այսօր չեմ ուզում շատ չոր խոսալ իհարկե, ուզում եմ մի քիչ էլի, բայց դե տարանջատումը շատ մեծ է, չէ՞։ Բայց մարդիկ դա չեն վաստակել։ Բայց վաղ այդ գումարները որ դուք դիզել եք, ով պետք է պահի։ Ով։ Դուք մենք այնպես ենք անում, կարծես մեզանից հետո այս երկրը հայ չի ապրելու։ Մեզ կրվող պետք չի, մեր ջութակահար պետք չի։ Ջութակահար պետք չի մեզ։ Եթե կրվող պետք չի, ջութակահարն պետք է պաշտպանի։ Դե շատ դեմոկրատիկ դարձել պարոն Աբրահամյան, կարծում ենք, որ Եվրոպան մեզ կպաշտպանի, մենք ոչ մի խնդրեմ չունենք։ Չէ, մեզից մասի մեզ ոչ ոք չի պաշտպանում։ Այ, մեզանից բացի։ Իսկ մենք ո՞նց ենք պաշտպանում։ Ներողություն, շատ ներողություն, ասում են 80,000, 90,000 մարդ գնաց պաշտոնապես 60,000 են ասում, էլի շատ։ Պաշտոնապես 60,000։ Անցած տարի։ Այդ 60,000-ից 20%-ը հետ չի գալու։ Կամ նեգրի, կամ արաբի, կամ ռուսի ամուսնանալը տրոհվելի է ու գնալու։ Տրոհվելի է։ Մեկ մարդը դա մեր ազգի դժբախտությունն է, պարոն Աբրահամյան։ Դրա մասին խոսում ենք մատների արանքով։ Մի հատ չմրցված թուրք գալիս է Հայաստան, հարցազրույց անցկացնում, ասում է Թուրքիայում հային մենք Զավեշտով ենք ընդունում, էլի ցիսա հումորով, էլի դες ինչ ասում Հայաստանում, ոչ մի վերջ չգիտեմ ասի, այ թե դու ինչ ես ասում, մենք քեզ վայելա, պիսի բաներ խոսում, մենք մեր ժողովուրդն ունենք, դու մի նայ մի երկու հոգու, որոնք ասեն իրենք այդպես են պահում, բայց մնացած մարդկանց դու նայեք, հասկանում այս բաներ գոյություն ունի, մենք դա կուտակում ու Հայաստանի անվաշուրջը ստեղծում է բաց ցածական մի հատ պատկեր, որը ոչ մի լավ բանի ասել չի բերի։ Այդ դուք ասում եք ազատամարտիկներ, նրանց մեջ կան մարդիկ, որոնք չգիտեն ինչպես են կռվել, բայց որոնք պատերազմից զինադադարից հետո իրենց պահել են շատ վատ, իրենց պահել են որպես հարստահարիչ, որպես կեղեքիչ։ Դա բարձրացնում է ազատամարտիկների վարկը, թե չի բարձրացնում։ Այո, բարձրացնում է։ Ասեմ ինչի, որ մյուսները, որոնք ոչ բան չեն արել, ավելի սարսափելի են իրենց պահում։ Մյուսները, որոնք իմիջիայլոց ազատամարտին չեն մասնակցել, ավելի սարսափելի են իրենց պահում, այն նրանց պետք է տեղադրվի, որ ազատամարտին հեշտ տեղադրվի։ Նրանք էլ ասում են նա անում է, չի արել, դա ազատամարտի չի, չէ։ Իրականության մասին խոսենք, թե խապենք եր, պարոն Աբրահամյան։ Իրականության մասին, չէ։ Դե մարդիկ կուտակել են, չէ՞, միլիարդերով, առանց ոչ անելու։ Պերսպեկտիվա կարող է մարդ մեռնի, մենք շատ լավ գիտենք։ Մեկի կարող բարեկամին տանեն ջրի պահեն, չէ՞, դա էլ գիտենք։ Այն նրանց դե կարելի է, ինչի նրան չի կարելի։ Թալանը ծնում է թալան։ Նրանք ցավեն նրանք են տանում։ Ինչի ես չեմ արել։ Ինչի դուք մատնանշում նրան։ Ինչի ինչ չեք մատնանշում մեծ միասին շատ հրամանատարների, որոնք ասեն ոչ մի բանի տեր չեն։ Բացարձակ ես ունեցել եմ հնարավորություն թալանելու, պարոն Աբրահամյան։ Զենքել ադերս, զենքել ես գիտակցաբար չեմ թալանել, որտեղ մեզ թալանել են բարոյապես, 1000 տարի մեզ թալանել են։ Որպես հայրենասեր տղա ես իրավունք չունեի թալանելու։ Այն նա իր խնդիրն է, թող այդ հարցի պատասխանը ինքը տա, թե ինչի է դա այդպես արել, բայց ամեն դեպքում պատկերն այսպեսին է։ Մարդիկ, որոնք չեն մասնակցել, ավելի շատ են թալանել, քան այն մարդիկ, որոնք մասնակցել են դարին թալանել են քան դրա։ Նրանց մի մասը, ասեմ ձեզ, իմիջիայլոց կրվող չեն։ Իմիջիայլոց պատերազմական գործով իմիջիայլոց կապ չունեն, կարող է Գորիսում երկու փամփուշտներ կրակել, մոտ հիմա կրակել է, ինչ է, այդ է իրաց կրվածը։ Բայց այդպիսիներն գիտենք, բայց ամեն դեպքում երևույթ է ծնում երևույթ։ Նրանց կարելի ասած չի կարելի։ Ես անգամ մտածում եմ այսպես երևի, եթե ինձ չի կարելի թալանել, բայց դա թալանում է, ոնց հասկանամ, բախի նրանց կարելի է, ինչ չի կարելի։ Այդ ձևի բաներ կա, պարոն Աբրահամյան, հարցը ծնում է։ Միջազգային կառույցները, որ զեկույցներ են գրում, վերջերս մանավանդ ազատագրված տարածքները անվանում են օկուպացված տարածքներ եւ
ինչ որ ձևով արդարացնում են նաև Ադրբեջանի այդ ռազմատենչ ռիտորիկան, ասելով, որ դե մարդկանց այդքան տարածքները գրավել են, իրանք իրավունք ունեն հարձակվելու։ Դրան ինչպես եք վերաբերում, ով է մեղավոր, էլ մենք ենք մեղավոր դրան։ Գիտեք ինչպես, նորմալ ասեմ, մոտորապես հետևյալը, կամ մի վիճելի տարածք, ասենք, բոլորս վերցնենք մեր վրա, հեսա մեզ բարապ ասում, ունենք մի վիճելի տարածք, բայց խանութ ունենք։ Այդ խանութի համար վիճում են երկու մարդ։ Մի մարդ, որը փող ունի, ասենք դա նավթն է, որ կարող է քեզ փող տալ, մի մարդ է, ոչ բան չունի, պետություն այլի, protože Հայաստանն է դա։ Դուք հարցը ի օգուտ ում կլուծեք։ Բնականաբար ով որ փող ունի նրա օգտին։ Այդպես էլ լուծում է հարցը ի օգուտ Ադրբեջանի։ Այս պարագայում մեզանից մեղավոր չկա ոչ մեկ։ Այդ ասում եք Հայաստան մարդիկը ցալում նայլա մեղավոր։ Ես խի ասեցի լավ անում, որովհետև այնտեղ չի զսպում։ Ոնց մի քանի անգամ հարցվել են։ Ինչի Ասա մարդիկը այս զինվորին ցեցեց։ Եղբայր, եթե ասա մարդիկը միակ դեպքն է, մյուս կադրավոր սպաներն են ցեցում, չէ՞ կաշարկեն վերստում թալանում։ Ինչի՞ նրանք չեք մատնացույց անում, այն մեր ասա մարդիկն են մատնացույց անում, որովհետև մենք ժամանակին, շատ ժամանակին մենք չկարողացանք տալ մարդկանց պետք է ճանաչենք իր կատարած գործերով։ Մենք ճիշտ գնահատական չկարողացանք տալ։ Այս ես հանգած խորացնեմ այս թեման, չէ՞, ամենապես առաջի իշխանությունների մասով պետք է ստիպված բան ասեմ, որը ես չեմ կամենում։ Ինչի, որտեղ այսօր վիճակով ով է ճիշտ, ով է սխալ դժվար է ասել։ Իրականությունը այնպեսին է, որ բոլորը սխալ են, առաջի սխալը ես եմ։ Որտեղ առաջի մեղավոր։ Գիտեք ինչ կա, չարի համար պարարտ հող ստեղծում է այն ժամանակ չարուժի համար, եւ որ բարիները անգործան են մատնվում։ Ես բարի եմ եղել, ով գործերին չեմ խառնվել, դա մեղավորը բնական չի, որ ես եմ։ Իսկ ես ասում եմ ձեզ, չեմ ասում ես, մենք բոլորս, անկախ չփորձեք Իրանը մեղադրում կամ ուզում այդ բեռ իր վրա վերցնի, մենք չկարողացանք անել ինչ որ երազում էինք։ Մեր երազանքները կատարած քայլերը իրար հետ համասարազոր չի, տարբեր բաներ են, ուղեղը գնում են այս կողմ իդեալ, ոտքերը գնում են այս կողմ։ Դրա համար ոչ բան չստացվեց եւ եկան փաստի։ Այ ադրբեջանական ռոպագանդան Վերջես եւ ամեն տարի ավելի մեծ ճոխությամբ է խոսում հայերի, չգիտեմ, գազանությունների բանի մասին եւ ամեն տարի մեծ ճոխությամբ նշում է Խոջալույի ցեղասպանությունը։ Դուք որ այդ դեպքերի, այսպես ասած, մասնակիցն եք եւ ականատեսը, ինչ կասեք դրա մասին։ Ես ձեզ կասեմ հետեւյալը, որ Մոնտե Մերկոնյանը, որը իմ ընկերն է մարտական, որը 92 թվականին Հարադալում Խոջալույի ժամանակ նա չէր կարող ոչ հարց լուծել կամ ոչ էլ Պաշտոնը չէր զբաղեցնում։ Նրա եղբայրը Մարկար Մելքոնյանը գիրք է գրել, գիրք Ամերիկայից գիրք է գրել, ու մեր հայերները իրեն օգնել են։ Թե կատաղի հարցակումից հետո արաբոյականները մտան Ղարադաղու, սկսին դանակներով ծակսկել Ղարադաղում։ Խոջալույի մորթեցին, մեկի կաշինտիկ հանեցին։ Բայց եղբայր դու գրում ես։ Այսինքն հայա գրողը թե Մոնտե Մերկոնյանի եղբայր Մարկար Մելքոնյանը, դուք ադրբեջանցիներն են, ամբողջ սայթով հարձակվել են մեր վրա արաբոյականները, դրանք մարդասպաններն են։ Մասնավորապես ձեր անունն են։ Այո, արաբոյանն են։ Տալիս ու ադրբեջանական սայթերը բացեք արաբո-արմենյան, ահավոր մի բան։ Հիմա այդ մարդուն հարց եմ տալիս, եղբայր ինչ ես այդ ձեր բանել։ Եթե ուզում եք դուք ու եղբայրը մեծարել, ես կարող եմ ավելի լավ մեծարել քո եղբայրը, քան դու։ Մարտական ընկերը ես եմ։ Բայց դա չի նշանակում ասել մարդկանց ասեն այն, որ բանը չի եղել, պարոն Աբրահամյան։ Ղարադաղում ամենաջահելքին եղել է 75 տարեկան։ Ինչ կանաց մասնիկ խոսում այն դա երեխա չի եղել։ Մի խայտարակ բաներ են գրում, որովհետև հսկողություն չկա ու ծախս չի արվում։ Դուք նայեք ադրբեջանցիք քարոզի վրա ինչքան գումարներ են ծախսում, մենակ չեն ծախսում։ Մենակ չեն ծախսում, որովհետև գիտեք ոնց, այն մարդը, ով կարող է վեր կենալ ու պաշտպանել հայդատը, այդ սիրտը կամ այդ հնարավորությունը չունի։ Իսկ մարդիկ են, որոնք խոսում են Հայաստանի մասին, Ղարաբաղի մասին, նրանք խոսում են իմիջիալուց, դրանց որ հարցնես, յանցքի Ղարաբաղներ պետք չի։ Դրա համար մեր քարոզությունը չի ստացվում, պարոն Աբրահամյան։ Այսինքն փողի մեջ չի հարցը, ցանկության բացակայության մեջ։ Վերջի հարցը տամ, այդ կարծես թե այդ գազը անցավ այդ թեմայի, բայց հանկարծ նորից կարող է դուրս գալ։ Թուրքիայի հետ հաշտվելու, բարիշելու եւ այլն այդ խնդիրներին ինչպես եք վերաբերում։ Գիտեք, պարոն Աբրահամյան, ես ամոթ եմ համարում, որ մենք Թուրքիայի հետ հաշտվենք։ Ոնց որ մեկը մեր հորը սպանի ու ասի, գիտեք ինչ կա, հաս եմ տալու, որով այդ լիքն լինելու, մոռացի որ ես քո հորը սպանել եմ։ Ես ոնց կզգամ։ Բնականաբար ես միջև Թուրքիան ներողություն չխնդրի, ես չեմ ասում նա հարցակ լինենք Թուրքիայի վրա սկսենք ռմբակոծելը կամ այրանցով սարքենք, միջև այդ հարցերը չլուծվի, միջև ներողություն Թուրքիայի չլինի։
Չխնդրի հայ ժողովրդից։ Ես կարծում եմ, որ իմիջիայլոց սահմանների մասին խոսալի մարդ չունի, քանի որ Թուրքիան մի երկիր չի, եսի մինչև ամեն ուղարկելու հասկանում եք, Թուրքիան այլ է, հիմա իրենց կաֆելը, փալասը, տեսել եք էլի այլ է Հայաստանում։ Ինչ կբերի, պամիդոր վարում, կոպեկ դրում, այդ գյուղացին չի արտադրելու, հայ գյուղացին, առելիա թուրքականը եւ մի հստվար բանակ են ունենալու գործազուրկների կապված գյուղի հետ։ Այսպես եմ ասում։ Շնորհակալություն պարոն Եղիազարյան հետաքրքիր զրույցի համար, ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը։ Ստեսուն մինչև երկուշաբթի։